Ուրարտուն Facebook-յան էջում հայտնում է, խորը ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է Ուրարտու ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը։ Վահանն իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից Ուրարտու ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել Ուրարտու 2-ի կազմում։ Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին։ Հանգչիր խաղաղությամբ, Վահան, դու ընդմիշտ կմնաս Ուրարտուի մի մասնիկը։ Նշված է հայտարարության մեջ։ Մեկնաբանությունների դաշտում շատերը փորձել են ճշտել, թե ինչից է մահացել երեխան։ Այս մեկնաբանություններին ի պատասխան գրել են, որ երեխան մահացել է հրազենային վիրավորումից։ Ցավակցում ենք երեխայի ընտանիքի անդամներին։ Հունվարի 12-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:50-ի սահմաններում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչությունում և ՀՀՆԳՆ ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ Հրազդան գետում լիք կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները, վարչության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը, բաժնի պետի և տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են ՀՀՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, հայտնաբերվել է անձը չպարզվածի։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է ինքնասպանություն, թե սպանություն, պարզվում է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայտնաբերված դիակը Միխայիլ Դ-ն է, ով 1 ամիս շարունակ անհետ կորած էր համարվում և ոստիկանությունը փնտրում էր նրան։ Հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզի քրեական վարչությունում, ՆԳՆ ոստիկանության, բարեկային ծառայության, Շիրակի մարզի գումարտակումի և ՆԳՆ ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտիքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտիք քաղաքի Խանջյան փողոցի տներից մեկի բակում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված փողոցի 8 հասցեի մոտ քրեական համայնքային ոստիկաններն ու բարեկները հայտնաբերել են Արտիք քաղաքի բնակիչ 64-ամյա Հովհաննես Ղ-դին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը եկել էր նշված տուն, որպեսզի վնասված բետոնե ծածկը հեռացներ, սակայն այն փլուզվել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Հունվարի 9-ին սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են Չարենցավան բժշկական կենտրոն, որտեղ մեկը գիտակցության չգալով մահացել է։ Այս պահին հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը։ Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են դեպքի վայրը, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սեյրան Խալաֆյանն է։ Հունվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ԲԴ-ի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արալես գյուղում Երևան ՎԵԴ-ի երթուղին սպասարկող ավտոբուսի մեջ տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության ԲԴ-ի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։ ՎԵԴ-ի համայնքային ոստիկաններն ու բարեկներն ավտոբուսի սրահում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 72-ամյա Վալոդ Մոյեդին։ Դեպքի փաստով ՎԵԴ-ի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը հանկարծամահ է եղել։
Հունվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 19:10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան Երասխմեղրի ավտոճանապարհին Ադանա ռեստորանային համալիրի հարևանությամբ դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։ Նշված վայրից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել հղի կին։ Քրեական ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են Opel Magnish ավտոմեքենա, որի վրա և դրսում կան առնանման հետքեր։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով քրեական ոստիկանները պարզել են, որ հղի կնոջը հայտնաբերված Opel-ի մեջ դանակահարել է ամուսինը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև ճշտում են կասկածյալի և վիրավորի ինքնությունը։ Դեկտեմբերի 31-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 09:00-ի սահմաններում հարազատներն ու բարեկամները Հրազդան գետում հայտնաբերել են աղջկա D. Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ շրջփրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի վայր են ժամանել ՀՀՆԳ ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչության ծառայողները, վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ հայտնաբերված մարմինը դեկտեմբերի 26-ից որպես անհայտ որոնվող արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված լեգենդ դարձած հերոս Գոռ Երմալովյանի 26-ամյա քույրն է՝ Լիլիթ Երմալովյանը։ Նշենք նաև, որ այսօր համացանցում տարածվում է Լիլիթի գրառումը ֆեյսբուքյան էջում։ Բաց թողեք թևերից վերջապես բացվել, ձեր հեքիաթներին ես չեմ հավատում, թե սուտ է թռչունն է միայն արձակը։ Ես մի նոր անցորդն եմ ժամանակի, վանել եմ ուզում առօրյա մաղձս ավառնել հեռու, գիրկը երազի, բայց թողեք ինձ կապող բոլոր լարերը, եթե պատրանք է աշխարհը այս, եթե մարում են սիրո նոտաները, փոշիացվում երազանքները հզոր, թե անտեսվում են մարդկային բնույթի կախարդանքները, և թե լոքորինվածք են այստեղ բարքերը, իսկ թերությունը չհասկացվել է, բայց և պետք էլ չի թող, որ ես լինեմ լուռ մուհիկանը, ու մեր մեջ ասած ինձ համար չեն չափ ու ձևերը, հրմցվող նեղ ոճերն ապրելու, ես տալիս եմ մերժման դիմումս հոգեմաշ այդ գերությունների, քարտեզով անցել եմ վաղուց բևեռներն աղի ու քաղցրալի, եկեք կոչենք դա փորձառություն, որ չմանրանամ էլ երկար բարակ, ազատությունն է տարերքնի միակ, խնդրում եմ այդտեղ թողեք ինձ մենակ։ Դեկտեմբերի 27-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 օր առաջ Գյումրի քաղաքում կրակոց է հնչել և կա վիրավոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում քրեական ոստիկանները քրեական ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ մեկնում են ենթադրյալ դեպքի վայր և տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Պարզվում է, որ կրակոցը հնչել է Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում, որտեղից էլ Գյումրիի բնակիչ 43-ամյա Արման Խ. աչքի երազանային վնասվածքով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորը Գյումրիում հայտնի դաջվածքներ անողը։ Շիրակի քրեական ոստիկանները պարզել են նրա վրա կրակոց արձակող ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով կրակոցն արձակվել է պնևմատիկ ատրճանակից։